Մոտ 13 տարեկան հասակում սասունցիների ավանդույթի համաձայն ծնողները ցանկանում են ամուսնացնել Սոսեին, սակայն Սոսեն ըմբոստ տանում է և որոշում կյանքը կապել Խչեենց Սերոպի, ապագա աղբյուր Սերոպի հետ։ Ողջ ազատագրական շարժման ընթացքում նա ամուսնու կողքին էր։ Աղբյուր Սերոպի թունավորումից և սպանությունից հետո Սոսեն վերցրել է նրա զենքն ու շարունակել հերոսական պայքարը, նույնիսկ որդու Հակոբի և Սերոպի եղբայրների զոհվելուց հետո։ Սոսեն ծանր վիրավորվել է և երբ թուրք զինվորները փորձել են Սոսեին կյանքից զրկել, թուրք հրամանատարը արգելել է։ Այդ կինն իսկական վյուցազում է։ Սոսեն բանտարկվել է, ապա ազատվելուց հետո ապրել է Սասունում։ Մեծհայուհին հաճախ էր կրկնում. «Ինչպես այստեղ թողնեմ իմ Սերոպի որբ գերեզմանը, այն ինչպես թողնեմ մեր թշնամու ձեռքում»։ 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, այնուհետև Կովկաս։ Հայաստանի խորհրդայնացումից հետո տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա Ալեքսանդրիա, որտեղ էլ 1953 թվականին կնքել է իր մահկանացուն։ 1998 թվականին Սոսե Մայրիկի աճյունը տեղափոխվել է Հայաստան և այժմ ամփոփված է Եռաբլուրում։